Ռիլս եմ թերթում, հետո էլ երևի սելֆի կանեմ, որ post անեմ։ Ծանոթ է հնչում, չէ՞։ Իրականում դրանք մի քանի վայրկյան խլող գործողություններ են, բայց եթե գումարենք, ապա միջինում յուրաքանչյուրս այդ գործողությունների վրա 4-ից 5 ժամ, իսկ դեռահասներն ու երիտասարդները կրկնակի ու եռակի շատ են ծախսում։ Հարցն այն չէ, որ այսօր տեխնիկա ու տեխնոլոգիա շատ ենք կիրառում, այլ այն է, արդյոք գիտակցում ենք, թե մենք ենք կառավարում սրանց, թե սրանք մեզ ու մեր ժամանակը։ Facebook, Instagram, YouTube, Telegram, TikTok շարքն անվերջանալի է։ Սոցցանցերում է անցնում մեր կյանքի ու ժամանակի զգալի մասը։ Աշխարհը դարձել է վիրտուալ միջավայր, ամեն բան հնարավոր է առանց տնից դուրս գալու։ Բավական է ունենալ հեռախոս։ Սոցիալական ցանցերն այլևս ժամանց չեն, այլ զուգահեռ իրականություն, որտեղ մարդու կյանքը հեշտացնելուց բացի վտանգավոր ազդեցություն ևս ունեն։ Ամենամեծ բացասական կողմը կարող է հանդիսանալ շատ հաճախ օգտագործելը եւ կտրվելը իրական կյանքից ու այստեղ նաեւ առաջանում է մի հատ մեծ բաց, որը կարելի է կոչել շփման ու իրական կյանքի, իրական մարդկանց հետ կապի բաց։ Ազդում է մեր տեսողության վրա, որովհետև այդ իրոք մենք չենք նկատում այդ խնդիրը, բայց ինքը լուրջ խնդիր է, որովհետև երկար ժամանակ օգտագործելուց մի օր այդ խնդիրը արդեն ակնհայտ է դառնալու, ինչպես նաև այն, որ մենք մեզ վարժեցնում ենք շատ հեշտի վազելու, այսպես ասած։ Ամառային արձակուրդներ են, իսկ դեռահասների մեծ մասի օրը սկսվում ու ավարտվում է հեռախոսների մեջ։ Այս պարագայում միայն երեխաներին մեղադրելը սխալ է համարվում, երբ ժամանակակից աշխարհում հասակակիցների հետ շփումները, նախասիրությունները ձևավորում են սոցցանցերի միջոցով։ Շատ ընտանիքներում, երբ ծնողները փորձում են սահմանափակել հեռախոսի օգտագործումը կամ որպես պատժի միջոց վերցնում են նրանց ձեռքերից, իրական այլընտրանք չեն առաջարկում։ Հեռախոսը խլելը վտանգներից պաշտպանելու արդյունավետ միջոց չէ։ Այսինքն ես մերում շատ հեռախոս կնայեմ, անդադ մտքիս մեջ այդ հեռախոսն է։ Դեռ քիչ կնայեմ աշխատիմքը։ Անկամ որ նայել եմ, շատ եմ նայել, գլուխս ցավացել էր, դեռ աշխատիմքը շատ էլ հեռախոս չնայեմ։ Հեռախոս մի օրը մի ժամ։ Կրթական եւ շփման եւ տեղեկատվություն ստանալու նպատակով օրվա մեծ մասը օգտագործում են թվային տեխնոլոգիաներ եւ հատկապես smart հեռախոսները, ինչը կարծում եմ նորմալ է եւ համապատասխանում է ժամանակի փոփոխություններին եւ դա է պատճառը, որ ես կարծում եմ պետք չէ սահմանափակել երիտասարդներին եւ հեռացնել իրենց հեռախոսներից, այլ պիտի գտնենք այլ ընտրանքներ, որոնք կարող են իրենց ներկայությունը այնտեղ ավելի իմաստալից դարձնել, չվնասել իրենց բարեկեցությանը։ Երբ ծնողը ուղակի վերցնում է սմարթֆոնը, չի վերացնում վտանգը։ Արգելված պտուղի քաղցրությունը ճաշակող դեռահասներն ու երիտասարդները սակայն դրական կողմերի մասին ծնողներին ավելի հաճախ են հիշեցնում։ Թվային միջավայրը իհարկե որոշակի ռիսկեր ունի, բայց միաժամանակ կարևոր եւ օգտակար գործիք է սովորելու, գիտելիքներ ձեռք բերելու եւ ինքնազարգանալու համար։ Բայց հեռախոսի մեջ է պլյուսներ կա, օրինակ կարող ենք հեռախոսով տարբեր տեղեկություններ իմանալ։ Օրինակ ես հեռախոսով շատ եմ սիրել նայել գիտական բաներ, օրինակ տարբեր պատմություններ կպատմեն կենդանիների մասին տեղեկություններ։ Ես օրինակ օգտվում եմ Instagram-ից ավելի շատ, ես հետևում եմ այնպիսի էջերին, օրինակ ինձ մոտիվացիոն էջերին, աստղերի էջերին, փորձում եմ ոչ թե վատը ընտրել իրենցից, այլ լավը։ Ես փորձում եմ սարքել իմ ակումբ, այնպես որ երիտասարդները կարան օգտագործել իրենց հեռախոս, որովհետև ես գիտեմ, որ չեմ կարող ասել, չես կարող օգտագործել ձեր հեռախոս, շատ կապված են իր հեռախոսի հետ։ Սոցաշխատողները, ուսուցիչները, ծնողներն ու հոգեբանները շարունակ փնտրտուքների մեջ են, թե ինչ լուծումներ գտնեն, որոնք կօգնեն նվազեցնել երեխաների եւ դեռահասների կախվածությունը հեռախոսներից։ Ամենաարդյունավետ տարբերակներից են ամառային ճամբարները, ինչպես նաեւ հետաքրքիր գրականության ներկայացումները։ Գրքի ու ընթերցանության մշակույթի ձևավորումը կարող է նկատելի արդյունքներ ապահովել։ Իսկ կմտաբերեք, թե որն է ձեր վերջին կարդացած գիրքը կամ վերջին անգամ երբ եք եղել գրադարանում։ Միգուցե այն ժամանակ, երբ ուսուցիչն է հանձնարարել ամառային արձակուրդներին ինչ-որ բան կարդալ, կամ դա եղել է սեփական նախաձեռնությամբ։ Իրականում այսօր գրքերի թիվ 1 մրցակիցը ոչ թե այլ բովանդակությամբ ու այլ սուժեով գիրքն է, այլ սա։ Ամեն դեպքում մասնագետները հիշեցնում են, կանոնավոր ընթերցանությունն է զարգացնում մեր բառապաշարը, քննադատական մտածողությունը, նվազեցնում սթրեսը, ինչու՞ չէ նաև այն շատերի համար կարող է դառնալ յուրատեսակ թերապիա։ Միգուցե ժամանակն է փակելու հեռախոսի էկրանն ու բացելու այն գիրքը, որի մասին վաղուց եք մտածում։
Հետաքրքիր միտումներ են արձանագրում Շիրակի մարզային գրադարանում։ Հեռախոսների լայն կիրառմանը զուգահեռ աճել է գրադարան այցելողների թիվը։ Անցած տարի գրադարանն ունեցել է ավելի քան 8000 ընթերցող, իսկ այժմ այդ սահմանը գերազանցել են։ Նոր սերունդը կարդում է, որը մասնագետների համար ոգևորիչ փաստ է։ Այս դժվարին ժամանակներում մենք իսկապես ունենք շատ մեծ ընթերցողների զանգված, ովքեր սիրում են գիրքը եւ գրադարան են գալիս հենց ընթերցելու համար։ Բառապացույցն է դրա, որ գրադարանում ունենք շատ էլեկտրոնային ընթերցիչներ, որոնք ուղղակի դրված են դարակում, երբ որ մենք առաջարկում ենք կարդալ այդ տարբերակով, ընթերցողները հրաժարվում են եւ նախընտրում են սպասել, մինչեւ իրենց ցանկացած գիրքը վերադառնա նորից դարակ եւ իրենք վերցնեն իրական գիրքը եւ թերթեն իրական գրքի թերթերը։ Լինում են, չեն լինում 3 խոզուկ եղբայրներ։ Նրանք ապրում էին անտառի հարևանությամբ։ Որոշ երկրներում օրենքով սահմանափակել էր մինչև 16 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր, բայց մասնագետները համոզված են, որ դա հարցի լուծում չէ եւ խնդիրն այստեղ ընտանիքի սահմանած կանոններն են։ Ի վերջո սոցցանցերը գործիք են, որոնցից օգտվելու ձև է հարկավոր սովորեցնել երեխային։ Օրինակ, ինչպես բռնել գրիչը գրավոր գրելիս, ինչպես օգտագործել հանակ պատարագաղը։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։